Դիմակայել է Սեֆյան Իրանի, Օսմանյան կայսրության, Թուրքիայի և Խորհրդային Միության բռնաճյուղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուր հարձակում է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, չնայած պատասխանատու է դրա պաշտպանության Եպիսկոպոսներ ձերբակալվել են շինծու մեղադրանքներով, իսկ իշխանությունները պահանջում են կաթողիկոս Գարեգին ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է պատասխանատվությունից Լեռնային Ղարաբաղում իր գործողությունների համար, որոնք հանգեցրել են 120,000 հայ քրիստոնյաների փախուստի։ Ըստ հեղինակի, Հայաստանը գտնվելով թշնամական պետությունների միջև չի կարող իրեն թույլ տալ նման խորը բաժանում։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը նշել է, երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումները այլևս հնարավոր չէ թաքցնել միջազգային հանրությունից։ Ամստերդամը շեշտել է, որ ճշմարտությունն արդեն միջազգային հարթակում է և արդարությունը պետք է հաղթի։ Հայաստանում հասարակության հոգևոր և հասարակական միասնությունը կարող են առաջնորդել ազատազրկված Միքայել Սրբազանը, ամենայն հայոց կաթողիկոսը, կես տարուց ավելի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Այսպես են կարծում Գելափի հարցման մասնակցած քաղաքացիները։ Նրանց ճնշող մեծամասնությունը 73,4%-ը անհրաժեշտ է համարում հանրային համերաշխություն ձևավորել եկեղեցու օգնությամբ։ Եկեղեցին վստահության ամենաբարձր ցուցանիշն ունի 55,8%-ը, ինչը զգալի գերազանցում է պետական իշխանությունների և քաղաքական դաշտի նկատմամբ վստահության ցուցանիշին։ Օրեր առաջ Վանաձորի փոքրիկներին հյուրընկալվելուց հետո Տաշիր բարեգործական հիմնադրամն այս անգամ տոնական նվերներն ու բարձր տրամադրությունը հասցրել էր Լոռու մարզի Տաշիր քաղաք։ Մեր ձևով ժողովրդական շարժման առաջնորդ ազգային բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ամանորի նախաշեմին հարյուրավոր երեխաներ ստացել են տոնական նվերների փաթեթներ։ 3-11-ի պատմություն ունեցող այս նախաձեռնությունն իրականացվում է այն հաստատուն համոզմամբ, որ ուժեղ Հայաստանի հիմքը երեխաներն են և նրանց նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունն ու օգտատարությունը կարևոր ներդրում է երկրի ապագայի մեջ։ Պարտեզում են նույն ձև Կարապետյանների կողմից թորնիկներից տվել են նվերներ, թող գալիք տարին լավ լինի, ինքն էլ թող դուրս գա, որ մեզ դիկուն կանգնի։ Մարզերի երեխաներին շպիտներ պարգևող ծրագիրը, որն արդեն իրականացվել է Վանաձորում և Տաշիրում, շարունակվում է։ Հաջորդ կանգառը կլինի Ստեփանավան քաղաքը, որի հետ կապը տարիների պատմություն ունի։ Տարիներ առաջ հենց բարերարի հովանավորությամբ Ստեփանավանում ժամանակակից մանկապարտեզ է բացվել, որն առ այսօր ծառայում է համայնքի փոքրիկներին։ Պուտինը և Թրամփը շատ շուտով նորից կխոսեն հեռախոսով հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կրեմլը դեռևս տեղյակ չէ, թե ինչպես են ընթացել Զելենսկու և Թրամփի միջև բանակցությունները և չի կարող գնահատել դրանց արդյունքը։ Սակայն Մոսկվան համաձայն է ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, որ խաղաղությունը զգալիորեն ավելի մոտ է դարձել։ Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցը ներկայումս չի քննարկվում։ Ուկրաինայի խաղաղության ծրագրի որոշակի կետեր, այդ թվում Դոնբասում ազատ տնտեսական գոտու և Զապորոժիեի ատոմակայանի կառավարման հարցերը հրապարակայնորեն մեկնաբանել է Կրեմլը անտեղի է համարում, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինան պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը։ Ավելի վաղ տեղի ունեցած Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ պատերազմի վերջնական դադարեցման համար Կիևից պահանջվում է պատասխանատու քաղաքական որոշում։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը շեշտել է, որ քննարկման ընթացքում Պուտինը համաձայնել է շարունակել աշխատանքը երկու աշխատանքային խմբերով, որոնցից մեկը զբաղվելու է անվտանգային խնդիրներով, իսկ մյուսը տնտեսական հարցերով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ հանդիպանը կփորձի համոզել նրան ևս մեկ անգամ հարվածել Իրանին։
Ըստ Washington Post-ի, Նեթանյահուին դժվար թե հաջողվի հասնել իր նպատակներին, քանի որ Սպիտակ տան առաջնորդը այժմ ձգտում է խուսափել էսկալացիայից։ Ֆլորիդայում նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը։ Բացի այդ, նախորդին Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ կարող է Թրամփին խնդրել հավանություն տալ Գազայի հատվածում ռազմական եւս մեկ գործողություն անցկացնել։ I have no problem with doing it. Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ավարտվել է Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը մոտ են համաձայնության, նշելով, որ քննարկվել են բազմաթիվ հարցեր եւ բանակցությունները հասել են վերջին փուլին։ Նրա խոսքով հակամարտությունը կամ կավարտվի, կամ դեռ երկար կշարունակվի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ 20 կետանոց պայմանագրի շուրջ 90%-ն է համաձայնեցված, իսկ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը ամբողջությամբ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ տարածքային հարցերը մնում են ամենաբարդն ու չլուծվածը, հավելելով, որ անհրաժեշտ է շտապել համաձայնության հասնել, հակառակ դեպքում Ուկրաինան կարող է կորցնել նոր տարածքներ։ We then moved on Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Ֆլորիդայում կայացած Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Good morning everyone. Let me just begin. Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուպն անդրադարձել է Թրամփի եւ Զելենսկու հետ եվրոպացի առաջնորդների զրույցին։ Մենք քննարկել ենք պատերազմը դադարեցնելու կոնկրետ քայլեր։ Բոլորս աշխատում ենք արդար եւ հարատև խաղաղության հասնելու համար, շեշտել է Ստուպը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը եւ կարգավորման ուղիները։ Թրամփը նշել է, որ պատերազմի վերջնական դադարեցման համար Կիևից պահանջվում է պատասխանատու քաղաքական որոշում, որը վերաբերում է Դոնբասին։ Ուշակովն ընդգծել է, որ քննարկման ընթացքում Պուտինը համաձայնել է շարունակել աշխատանքը երկու աշխատանքային խմբերով, որոնցից մեկը զբաղվելու անվտանգային խնդիրներով, իսկ մյուսը տնտեսական հարցերով։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են բանակցել նաև Թրամփի եւ Զելենսկու հանդիպումից հետո։ Մեքսիկայի Օախակա շրջանում գնացքը ռելսերից դուրս է ընկել, ինչի պատճառով զոհվել է ավելի քան 13 մարդ, գրեթե 100-ը վիրավորվել։ Մեքսիկական ծոցի եւ Խաղաղ օվկիանոսի միջև ընթացող գնացքում եղել է 241 ուղևոր եւ անձնակազմի 9 անդամ։ Գնացքը ռելսերից դուրս է եկել Նիզանդա քաղաքի մոտ գտնվող շրջադարձի ժամանակ։ Ամերիկացի երգչուհի Բիոնսեն պաշտոնապես դարձել է դոլարային միլիարդատեր, հայտնել է Forbes-ը։ Բիոնսեն կարողացել է նոր կարգավիճակ ստանալ Cowboy Carter ալբոմի եւ այս տարվա ամենաշատ եկամուտ ունեցող համերգային շրջագայության շնորհիվ։ Նրանից բացի երաժիշտ միլիարդատերերի ցուցակում են նաեւ Jay-Z-ին, Rihanna-ն եւ Taylor Swift-ը։